Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շնորհակալություն մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն փոխնախարար, մենք մի հետաքրքիր կազուսի առաջ ենք կանգնած, սիրելի ընկերներ, ելույթ չի վերաբերվելու թեմային։ Ուրեմն տեսեք ինչ իրավիճակ է։ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն կան մարդիկ, բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր այս կամ այն առողջական խնդրի պատճառով կամ այս կամ այն առողջական խնդրի մասին փաստող տեղեկանքի բերումով չեն անցել զինվորական ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Այդ տեղեկանքները մի մասինը իրավացի են, այդ տեղեկանքները փաստական հենք ունեն։ Մի մասինը բոլորիս համար էլ գաղտնիք չի, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այդ տեղեկանքների մի մասը ակնհայտ կեղծ է։ Եվ փաստացի մենք բախվել ենք մի իրավիճակի հետ, որ քննչական մարմինները չունեն լծակ մարդուն պարտադիր ասեն անցի ես բժշկական զննությունը։ Այսինքն մենք այս պահին հենց կոնկրետ այդպես քաղաքական իրավիճակ ունենք որպես այդպեսին։ Ինչպես գիտեք, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը բանակում չի ծառայել առողջական ինչ-որ տեղեկանքի հիման վրա։ Հիմա քննչական մարմինները կասկածում են, որ այդ տեղեկանքը իսկական է, մարդու ունի այդ խնդիրը, ասում են անցի բուժզննություն, ասում են չեմ անցնում այդ բուժզննություն։ Ու իրավապահ մարմինները օրենքով լիազորություն չունեն, ասեն դու պարտավոր ես անցնես այդ զննությունը։ Իրա բարի կամքի վրա է թողնված, այն մարդն էլ ծնված օրվանից շատ հարուստ մարդու զավակ է, այդ խնդիրը չունի առնվազն։ Ու հիմա ինչ պետք է մենք անենք։ Մեր գործընկեր պարոն Սարգսյանի օրինագծերի փաթեթներից մեկում ես հիշում եմ նման մի բան կար, հետո փաթեթը չընդունեցին կամ հետ կանչվեց։ Ես հարգելի գործընկերներ, ձեզ առաջարկում եմ, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցույց տանք, որ միլիարդատերերի զավակները կապույտ արյունով չեն ծնվել։ Ինչ որ կեղծ տեղեկանքներով բանակից ազատվեն, հետո այդ կեղծ տեղեկանքների համար կրկնակի բուժզննությունից հրաժարվեն եւ այլն։ Պարոն Սարգսյան, ես ձեզ առաջարկում եմ այդ օրինագիծը կամ դուք բերեք, կամ իրար հետ բերենք, չգիտեմ, ես պատրաստ եմ, վստահ եմ գործընկերներն էլ կմիանան, որովհետեւ ինչ որ արհամարական վերաբերմունք է էլի քաղաքացու հանդեպ, հա մենք միլիարդատիրոջ զավակներ ենք, չենք ծառայում։ 4 որդի ունեն Կարապետյան, Սամվել Կարապետյանն ու իր եղբայրը, 4-ից ոչ մեկ չի ծառայել, այն Սամվել Կարապետյանի փոքր որդին էլ փախած է զինվորական հաշվառումից։ Չի գնում զինվորական հաշվառման կանգնի, որ գնա բանակում ծառայի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մարիա Կարապետյան